Եկող տարվա սկզբից սկսած մենք որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկենք։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթառաջ քայլանելու այս հայտարարությունը Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցած տարեվերջին արեց, այդպես էլ չբացելով փակագծերը, թե ինչ ասել է խորհրդանշական քայլ, բայց տարվա երրորդ ամիսը գլորվում է Երևան-Անկարա շփումներում փաստացի տեղաշարժեր չկան։ Հայկական կողմից բանագնաց խորհրդականի փոխխոսնակ Ռուբինյանը թուրք պաշտոնակցի հետ օրերս է հեռախոսազրույց ունեցել։ Նորության դեպքում ես կհայտնեմ այս բանի նորություն չկա։ Չի կանգնեմ, բայց նոր ասելիք չունեմ։ Որքան էլ Հայաստանի իշխանությունները պնդում են, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը անջատ է Երևան-Բաքու բանակցություններից, փորձագիտական համայնքում մնում են հակառակ կարծիքին, պնդելով, որ եթե անգամ շփումներում Երևանն այդ սկզբունքով է առաջնորդվում, ապա դրանից հայ-թուրքական եղբայրության փայլը չի խամրում։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է նախ նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ համաձայնության գան։ Դրանից հետո Թուրքիան բարիդրացիական հարաբերությունների շրջանակներում կկարողանա ավելի ակտիվ քայլեր անել Հայաստանի նկատմամբ։ Նույնն է նաև մեր նախագահի դիրքորոշումը։ Այն, որ Հայաստանի դիրքորոշումը տարանջատելու հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական բանակցությունները իրարից չի բաժանում Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանություններին, փորձագիտական վերլուծական համայնքում հիմնավորելու համար թուրք պաշտոնյայի հետ հենց այս հայտարարությունն են հիշեցնում եւ օրինակ բերում ընդգծելով հատկապես այն հատվածը, որտեղ Ուրալօղլուն պնդում է, թե այս է նաև իրենց նախագծի դիրքորոշումը։ Իդեպ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարի այս հայտարարությունը ճիշտ տարեսկզբին էր Էրդողանի ասած Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում խորհրդանշական ընթառաջ քայլ անելու փոխարեն։ Իսկ post factum այդ սիմվոլիկ քայլը, որը առայժմ այդպես էլ Անկարայից չեն անում, մասնագետների համոզմամբ առավելագույնը հայ-թուրքական սահմանի պինդ զոդված այս դարպասները բացելն է, ընդ որում ոչ թե երկու երկրների, այսինքն Հայաստանի եւ Թուրքիայի, այլ երրորդ պետությունների եւ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար։ Մի բան, ինչի շուրջ բանագնացներ Ռուբինյանն ու Քլչը վաղուց էին պայմանավորվել։ Դա պայմանավորվել էին 2022 թվականին դեռ, բայց ինչպես տեսնում ենք, ձգվեց եւ Թուրքիան անգամ այդ փոքր քայլը, որը մեծ հաշվով հայ-թուրքական սահմանի բացում չի նշանակում, իր ձեռքում ոնց որ շարունակում էր օգտագործել որպես ինչ-որ մի լծակ միջոց եւ այս պահին դա որպես խորհրդանշական քայլ կներկայացվի նրանց կողմից։ Միջազգայնագետն էլ տպավորություն ունի, թե Անկարան իր խորհրդանշական քայլն անելու հարցում ոտքը կախ է գցում, դարձյալ Երևանից ակնկալիք ունենալով։ Իրենք էլ մեր խորհրդանշական քայլին են սպասում, ասում է մասնագետը։ Թուրքական կողմը եւս սպասում է, որ սահմանադրության մեջ կփոխվի հռչակագրի մասը եւ պետական նշանների, զինանշանի վրայից, գերբի վրայից այդ Արարատի դուրսբերման մասով նաեւ։ Ստացվում է թուրք-ադրբեջանական դուետին ոչ միայն միավորում են տարածաշրջանային, այդ թվում Հայաստանի հետ կապված ընդհանուր ծրագրերը, այլև միևնույն պահանջները, որ ունեն Երևանից, հավելում է մասնագետը։ Իրենց գերնպատակը հիմնականում ոչ թե օրինակ Գյումրի Կարս երկաթուղու բացելն է, սահմանի բացելն է Շիրակի մարզի հատվածում կամ առավել եւս Մարկարայի հատվածում, այլ իրենց գերնպատակ հենց հիմա ամբողջ ենթակառուցվածքները, տրանսպորտային շինարարությունը գնում է դեպի հարավային հատված, այսինքն Նախիջևանով կապը հաստատել Ադրբեջանի հետ։ Տարածաշրջանում քաղաքական անվտանգային եւ տնտեսական հարցերը միաժամանակ օրակարգ են եկել եւ դրանց փոխկապակցված զարգացումը ստեղծել է մի իրավիճակ, որտեղ հայտարարություններն ու գործնական քայլերը պարտադիր չէ, որ նույնը լինեն։ Այստեղ է, որ մասնագետների գնահատմամբ ձևավորվում է ընթացիկ անորոշությունը, խաղաղությունը գալու է, թե ոչ։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Իրանի արտգործնախարար Արաղչի Նիքսի իր միկրոբլոգում հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին, Հայաստանի կառավարության եւ ժողովրդի աջակցությունն Իրանի ժողովրդին, իրանցիների տեղափոխման եւ մարդասիրական օգնության հարցերում մեծ գնահատանքի է արժանի։ Իրանի եւ Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը եւ եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ, գրել է արտգործնախարարը։ Վիզայի դիմորդները նախապես տեղեկացվում են Միացյալ Նահանգներում իրենց իրավունքների պաշտպանության, այդ թվում վարձատրության, անվտանգ աշխատանքային պայմանների, ինչպես նաև բողոք ներկայացնելու ընթացակարգի վերաբերյալ։ Այս մասին հայտնել են Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունից։ Կարդացեք ձեզ տրամադրվող Wilberforce-ի տեղեկատվական գրքույկը եւ եղեք պաշտպանված, ասված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի ամերիկյան համալսարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ելնելով անվտանգության միջոցառումներից եւ ամերիկյան համալսարանների հնարավոր թիրախավորման վերաբերյալ Իրանի հնչեցրած սպառնալիքներից համալսարանում բոլոր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։ Ուղղակի որևէ սպառնալիք չի արձանագրվել եւ խոճապի կարիք չկա, ասվում է հայտարարության մեջ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԵ-ն հայտարարել է, որ Իրանի Խոնդաբի ծանր ջրի արտադրության գործարանը, որի վրա հարձակման մասին երկիրը հայտնել էր մարտի 27-ին, լուրջ վնաս է կրել եւ այլևս չի գործում։ Օրեր առաջ էլ ռուսական կողմն էր հայտարարել, որ Բուշերի ատոմակայանի գործող էներգավլոկի տարածքը երրորդ անգամ հարձակման է ենթարկվել։ Պայթյունը տեղի է ունեցել ջուր մատակարարող կոմպակայանի մոտ, այդ թվում ռեակտորի սարքավորումներին հարակից տարածքում։ Սա անմիջական սպառնալիք է ներկայացնում միջուկային անվտանգության համար, նշել է ռուսական կողմը։ Ըստ մասնագետների հայկական կողմը եւս պետք է չափազանց ուշադիր լինի Իրանում ատոմային էներգետիկ օբյեկտների շուրջ տեղի ունեցող պրոցեսներին։ Որևէ արձագանք պետական ատյաններից մենք դեռ չենք տեսնում, չնայած նավթային օբյեկտների հետ կապված, երբ որ ռազմական ընդհարում եղավ, դրա հետ կապված ասում էին, որ մոնիտորինգ է արվել եւ Հայաստանից բավականին հեռու է եւ այստեղ խնդիրներ չի ծագելու։ Հիմա տեսնենք, արդյոք միջուկային օբյեկտների հետ կապված որևէ մոնիտորինգ է արվում, իսկ սա շատ ավելի կարեւոր է, քան թե օրինակ նավթամթերքի օբյեկտների ռմբակոծումը։ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում երիտասարդների եւ վարչապետի միջև տեղի ունեցած միջադեպից հետո իրավապահները ձերբակալել են 3 քաղաքացու։ Նրանցից 2-ը 2007 թվականին ծնված եղբայրներ են, իսկ երրորդը հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթ են նախաձեռնվել 2 հոդվածով։ Այն է խուլիգանություն եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեության միջամտելը։ Միևնույն ժամանակ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ձերբակալված տղաների փաստաբանները նշել են, որ նրանք ունեն առողջական այնպիսի խնդիր, որը անհամատեղելի է կալանքի հետ։ Դերևս մեղադրանք առաջադրված չի, հույս ունենանք, որ միգուցե կգտնվեն օբյեկտիվ, կգտնվեն անաչառ եւ բանը դրան չի հասնի։ Այս պահին մեր գերխնդիրը եղել է երեխաների առողջական վիճակը, որովհետեւ ինչպես արդեն մենք ասել ենք, երկուսներ ունեն լուրջ առողջական խնդիրներ, որոնք մեր գնահատմամբ ուղղակիորեն անհամատեղելի են։ Տիպ նախաձեռնվել է քրեական վարույթ, քրեական օրենսգրքի խուլիգանության եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Տեղացած Օրդարատ անձրևից հետո Երևանի արդեն հայտնի հատվածներով նորից մեծ լճեր են առաջացել։ Մասնավորապես դեպի Մալաթիա-Սեբաստիա գնացող ճանապարհի կամրջի տակ մեքենաները մեծ դժվարությամբ են հաղթահարում նոր առաջացած լիճը։ Մեկ այլ հատվածում լիճն այնքան խորն է, որ մեքենաները պարզապես արգելափակվում են ջրի մեջ, իսկ մնացած մեքենաները ստիպված են հետ վերադառնալ լճում չարգելափակվելու համար։ Մայրաքաղաքում սա լուրջ խցանումներ է առաջացրել։ Մի որոշ ժամանակ հետո ինքը կամ ներծծվում է, կամ գոլորշի անում է։ Այդ հիմնական իր բանը այդ փոսերի լցումը պիտի լինի։ Դե հիմա պարզապես սուրտ է, այդ առողջապահական վտանգները չկան, որտեղ չի հասցնել, ինքը մինչև եղանակը տաքանա, այս եղանակին դրա մեջ ոչ մի բակտերիա, ոչ մի բան չի բազմանա։ Որոշ վարորդներ արձանագրել են, որ Road Police Telegram-յան բոտի աշխատանքում խափանումներ կան։ Նրանց փոխանցմամբ խախտումների վերաբերյալ ծանոթությունները երբեմն հասնում են ուշացումով։ Թվային գործիքին բաժանորդագրված է ավելի քան 42,000 օկտատեր։ Սակայն մասնագետների կարծիքով այս ավտոմատացված տեղեկատվական համակարգը աստիճանաբար կորցրել է իր ակտուալությունը եւ խափանումների պայմաններում նրանք կարևորում են այլընտրանքային իրազեկման միջոցների կիրառումը, որոնք հասանելի են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հարթակներում։ Ամենաձեռնտուն այսօր SMS-ի եւ էլեկտրոնային մեյլի միջոցով ծանոթությունները դա Road Police կայքում ձեր անձնականների շտարանում դուք գրանցվում եք եւ ձեր որոշումները արդեն ստանում եք, որը պետության կողմից ներդրվեց, երբ որ կիրառվեցին ակտերի շուտ վճարելու եւ էլեկտրոնային ծանոթվելու զեղչային այդ համակարգ բացի SMS եւ էլեկտրոնային մեյլ ծանոթվելուց նաեւ ակտը արդեն 20% նվազված արժեքով է գալի։ Հիմա այս Telegram-ը կարող է էլ հետագայում չսպասարկվի չաշխատի, որտեվ այլընտրանք կա։ Ապա մոնտաժվել են ապօրինի ավտոտնակներ Մալաթիա-Սեբաստիա եւ նոր վարչական շրջաններում։ Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը, տարածքը բարեկարգվելու է եւ վերադարձվելու է երևանցիներին, հայտնել են քաղաքապետարանից։
West Palm Beach-ից Վաշինգտոն ճանապարհին Միացյալ Նահանգների նախագահը իրեն սպասարկող օդանավի սրահում լրագրողներին հայտնել է, որ Իրանը համաձայնել է պատերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի 15 կետերի մեծամասնությանը։ Թրամփը հայտարարել է նաև եւս մի քանի կետերի ավելացման մտադրության մասին։ Թեհրանը Վաշինգտոնին եւս մեկ նվեր է մատուցել թույլտվություն նավթով բեռնված եւս 20 լցանավերի անցնելու Հորմուզի նեղուցով։ Իրանը մտադիր է վճարովի դարձնել առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով անվտանգային եւ ծառայությունների ապահովման համար։ Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի ներկայացուցիչը։ Նոր կանոնները ուժի մեջ մտնելու ժամկետները դեռ չեն հստակեցվում։ Մինչ այդ տարածաշրջանում լարվածության ֆոնին նեղուցով նավագնացությունն արդեն սահմանափակվել է, իսկ անցումը հիմնականում թույլատրվում է միայն բարեկամ եւ չեզոք երկրներ նավերին։ Քննարկվում է նաեւ, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւ Եգիպտոսը կարող են համատեղ վերահսկել նավթի հոսքերը նեղուցով։ Իրանական լրատվամիջոցները հաստատել են, որ սպանվել է Իրանի բնական պաշարների եւ ջրային ավազանների կառավարման կազմակերպության պահպանության ստորաբաժանման հրամանատարը։ Նա ստորաբաժանման հրամանատար էր նշանակվել 1 տարի առաջ, մինչ այդ ղեկավարել էր Իրանի հողային հարցերի պետական կազմակերպության պահպանության ստորաբաժանումը։ Կուբան ձախողված պետություն է եւ նրանք կլինեն հաջորդը, հայտարարել է Թրամփը, կար ժամանակ անց այն կփլուզվի։ Մենք կլինենք նրանց կողքին օգնելու կուբայական ծագումով եւ մեր ամերիկացիներին, որոնց վտարել են Կուբայից, ասել է Թրամփը եւ հավելել, որ շատ դեպքերում նրանց ընտանիքի անդամները խոշտանգվել, սպանվել են Կաստրոյի կողմից։ Նոր նորքում է, Ջուղայի, Նանսենի, Լվովյան փողոցներում փոսերը թիվ ու հաշիվ չունեն, թե որը առաջնային պետք է շրջանցեն, վարորդներն արդեն չգիտեն, մեկը մյուսից մեծ ու վտանգավոր։ Մարդը չիման, որ փոսը փախցնի։ Փոսերի պատճառով ամեն օր վարորդներն իրենց մեքենաներն են վնասում, հաճախ դրանք շրջանցելու համար դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի, դառնում վթարների պատճառ։ Գույքը հարկը վճարում է, բայց ավտոն ջարդում է։ Վիճակն ավելի վատթարանում է անձրևների ժամանակ, վարորդներն ու անցորդները Երևանի քաղաքապետին են դիմում արագ արձագանքելու, փոսերը գոնե ժամանակավոր փակելու համար։ Հսկայական փոսերը նաև Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք տանող ճանապարհին։ Վարորդները հաճախ նաև կատակում են, որ այդ հատված պետք է ավտոքարշակով գնալ։ Մարդիկ ավտոմեքենաները երբ տեղափոխում են, պարեկները երբ ավտոմեքենաները տեղափոխում են հատուկ պահպանվող տարածք, ժողովրդի լեզվով ասած պլաշատկա, շատ դեպքերում մեծ դժվարությամբ հաղթահարում են այս փոսերը։ Ընդամենը 1 կիլոմետր է այն հատվածը, որը պետք է նորոգել, փոխարենն ամեն օր այստեղ տասնյակ մեքենաներ են վնասվում։ Զայրացած վարորդները պատասխանատուներին կոչ են անում գալ ու սեփական աչքով տեսնել, թե ինչ է կատարվում։ Մարտի 30-ին ողբերգական վթարը տեղի ունեցել Արարատի մարզում, Հովո-Բեռնատարը Երևան-Երասմեղրի ճանապարհին արագաչափի հարևանությամբ բախվել է Նիսան Տիդայի, 2 Մերսեդեսի, Նիվա Շևրոլեի եւ Մերսեդես ավտոքարշակի։ Բախման հետևանքով Բեռնատարը կողաշրջվել է եւ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ 2 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Արարատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են Արարատ բժշկական կենտրոն։ Ավելի ուշ հիվանդանոցի ցահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Բացի Հովո-Բեռնատարից բոլոր մեքենաները եղել են կայանված, որոնցից մի մասը վերածվել է ջարդոնի։ Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս է բերել հայրը, ով տեսել է վթարը, մոտեցել է օգնության վիրավորին, նա եւս տուժել է։ Մարտի 29-ին Մայրաքաղաքում Հալաբյան Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են 36-ամյա Հայկի Շևրոլեն եւ 20-ամյա Էրիկի Կիան։ Վերջինը բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե պաշտպանիչ ճաղավանդակին։ 3 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նրանք տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներից 2-ին մեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած փրկարարծարայության Երևանի թիվ 7-րդ թռչեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Տեղում էին ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Քաղաքացիները նշում են, որ դեպքի վայր են ժամանել նաև Երևանի թիվ 7-րդ թռչեջ փրկարարական ջոկատի փրկարարները եւ հենց վիրավորներից 2-ի փրկարարներն են ավտոմեքենաներից դուրս բերել եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։
Մարտի 29-ին Hyundai-ին գողթ բնակավայրում գլխավոր փողոցում վրայերթի ենթարկել 2 հետիոտնի 49 տարեկան մորն ու նրա 8 տարեկան աղջկան։ Վարորդը փախուստի չի դիմել հազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած Գառնի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկներին, վիրավորներից մեկին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ մյուսին քաղաքացիների օգնությամբ տեղափոխել Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Առնանման հետքեր է հայտնաբերվել, սնունդ, հավանաբար խանութից դուրս են եկել մայր ու աղջիկ եւ տեղի ունեցել վրայերթը։ Իմ տեղեկություններով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Մարտի 28-ին Մայրաքաղաքում Գրիգոր Լուսավորիչ փողոցում բախվել են BMW-ն ու Nissan-ը։ Բախման հետևանքով BMW-ն բախվել է ստորգետնյա անցման բետոնե հենապատին։ Մեկ հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխել է, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Մարտի 27-ին էլ նույն հատվածում 31-ամյա Ռոմանն է BMW-ով վրայերթի ենթարկել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդին։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն, բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի բարեկները։ Ի դեպ վրայերթը տեղի ունեցել այն ժամանակ, երբ տրոլեյբուսի սնունդ հող էլեկտրական լարերից մեկը ընթացքում հանգույցից առանձնացել էր, իսկ վարորդը իջել էր այն միացնելու։ Իմ տեղեկություններով BMW-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, հիմա պարզվում է սթափ է թե ոչ սթափ, բայց նախնական տեղեկություններով եղել է սթափ։ Մարտի 27-ին Երևան-Սևանի Ջևան ճանապարհին Մերսեդեսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե պատնեշին ու ծառերին, մասամբ հայտնվել երթևեկելի գոտում։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Այն հատվածն է, որտեղ երբ եղանակը անձրևում է, ճանապարհատրանսպորտային պատահարների պակաս չի լինում, անընդհատ լինում է։ Նախ փոստային հատված կա, որտեղ անձրևաջրերը կուտակվում են, եւ երկրորդ վարորդները գերազանցում են սահմանված արագությունը եւ հայտնվում են այդ անձրևափոստաջրի մեջ եւ վթար է տեղի ունենում։ Եվ մարտի 29-ին քարաթափում է տեղի ունեցել Երևան-Մեղրի ճանապարհին։ Փոկված քարերը փակել էին ճանապարհը, օպերատիվորեն ժամանել են Վայքի շրջբրկայական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Նրանք մեծ դժվարությամբ հեռացրել են քարերը երթևեկելի գոտուց, այնուհետև նրանց օգնության են հասել Վայքի ճանշինի աշխատակիցները։